այդպես կոչված Զանգեզուրի Միջանցք, որի անունը կնքեց Պուտինը առաջինը, եւ շատ մեծ հաճույքով դա ընդօրինակեց Էրդողանը եւ Ալիևը, այսինքն Էրդողանը էլ ավելի խորացավ, մի պահ ինքը այդ ճանապարհը կոչում էր Թուրանի դարպաս, արդեն всё վերջացավ, որովհետեւ իրանք հստակ գիտեին, որ Հայաստանը այդ երկու գերիշխանության ճիրանի մեջ է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի, ասենք ասենք, անունը մեղմ ասեմ, վասալներն են, բայց իրականում իրանց գործակալներն են, մտքի անկախությունից, այսպես կոչված անկախությունից ի վեր, հələ միշտ գործակալներ են աշխատում, ինչը որս, Նիկոլյորոկ էլ, նախկիններ, մյուսներ։ Եվ այդ ճանապարհը անհրաժեշտ էր Պուտինին։ Երբ որ Պուտինյան Ռուսաստանի շուրջ էմբարգոները եւ պատժամիջոցները շատանում էին, իրա միակ ճանապարհը աշխարհ դուրս գալու եւ իրա, ասենք ասենք, կոնտրաբանդայով զբաղվելու եւ այդ բոլոր խոչընդոտները, ասենք, շրջանցելու ճանապարհը Իրանն էր, մեկ էլ Թուրքիան։ Թուրքիայի ձև կարող է դուրս գա Ադրբեջանով այդ միջանցքով